Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնից ազատումը նոր փուլ է թևակողում, ներքին գործերի նախարարությանը դատի են տվել։ Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Վերջինիս ազատումից հետո, ինչպես նկատում ենք, ներքին գործերի նախարարության շուրջ գործընթացները չեն դադարում։ Հայտնել էինք, որ Արամ Հովհաննիսյանի եւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի վերջին լուրջ բախումը տեղի էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո։ Այդ օրերին մի խումբ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Ոստիկանության արձագանքը ըստ իրավապաշտպանների եւ դիտորդների եղել էր անհամաչափ ուղեկցված ուժի կիրառմամբ։ Նույն այդ միջադեպի վերաբերյալ ծառայական քննարկումը ներքին գործերի նախարարությունում վերածվել էր լարված վիճաբանության Արփինե Սարգսյանի եւ Արամ Հովհաննիսյանի միջև, որի ընթացքում հնչել էին անգամ փոխադարձ վիրավորանքներ։ Եվ ահա դեպքը վճռական եղավ Արամ Հովհաննիսյանի համար, նա հեռացավ համակարգից։ Եվ ահա Հովհաննիսյանի հեռանալուց հետո Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու Հանուն Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Բաբաջանյանը դատարան հայց են ներկայացրել ներքին գործերի նախարարության դեմ եւ հայցում նշել դատարանին, որպեսզի նա ներքին գործերի նախարարության ծառայողների գործողությունները, որոնք հանգեցրել են հայցվորներ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի եւ Արման Բաբաջանյանի հավաքների ազատության իրավունքի ազատ տեղաշարժի անմարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը ոչ իրավաչափ ճանաչել։ Տեսնենք, թե դատարանը ինչ որոշում կկայացնի։